Եկեք հասկանանք 2023 թվականին ինչ իրավիճակ էր եւ ինչպիսի նախադրյալներ կային այն ամենի համար, ինչ որ տեղի ունեցավ Արցախում։ 2023 թվական հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում 1 տարի էր սկսել էր եւ Ռուսաստանին բնավ պետք էր երկրորդ ճակատի բացում իր համար անհասկանալի եւ ոչ շահեկան իրավիճակում, բայց այդ ամենն էլ կարելի է մի կողմ դնել, եթե մենք շատ կարևոր հարցի պատասխանենք, արդյոք Ռուսաստանը պետք է գար մեր փոխարեն կռվեր մեր հայրենակիցների անվտանգության համար եւ պաշտպաներ նրանց, եթե Հայաստանի Հանրապետությունը տարբեր տրամաչափի պաշտոնյաների մակարդակով հիմնավորում եւ հայտարարում էր, որ այս պատերազմում մենք չենք մասնակցելու։ Ավելին Հայաստանը անձամբ երաշխավորում էր Ադրբեջանին, որ եթե վերջինս ըստ էության հարձակվի Արցախի վրա, ապա Հայաստանը չի միջամտելու դրան եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չեն մասնակցելու այդ ամեն ինչին։ Դրանից հետո մեղադրել Ռուսաստանին, որ իրենք չփրկեցին Արցախահայությանը, սա նվազագույնը բարոյական չի եւ արդար չի։